Եվրոնեստի ներկայացուցիչներ, պատգամավորներ, եվրոպական եւ այլ երկրների պաշտոնյաներ։ Այսօր այստեղ ենք ի աջակցություն Հայաստանում պահվող քաղբանտարկյալների եւ Բաքվում պատանդարված մեր հայրենակիցների։ Պաշտոնական տվյալներով Բաքվի բանտերում 23 հայ գերի է պահվում, իսկ Հայաստանում 60-ից ավելի քաղբանտարկյալ։ Ազգային ժողովի մոտ մի շարք քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացրել, եվրոպացի գործընկերներից պահանջելով ուշադրություն դարձնել այս խնդրին եւ քայլեր ձեռնարկել։ Ակցիայի կազմակերպիչները Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդներն էին։ Նպատակը Եվրանեստի շրջանակում Երևանում գտնվող եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի խնդրի վրա սևեռելն էր եւ ոչ միայն։ Դրան զուգահեռ մենք ունենք նաև աննախադեպ քաղբանտարկյալների թիվ 40-ից ավել, նաև աննախադեպ է նրանով, որ մենք ունենք բանտարկված թե սրբազաններ եւ թե այլ դասի հոգեվորականներ։ Եվ մենք ցանկանում ենք, որպեսզի նրանց ուշադրությունը գրավենք այդ առումով, որ Հայաստանը իրականում ընդհանրապես դեմոկրատիայի բաստիոն չէ։ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց. Բաքվում հայ գերիներին խոշտանգում են, իսկ Կարմիր խաչը այլևս չի գործում բռնապետական Ադրբեջանում։ Մեր կոչն է, որպեսզի միջազգային հանրությունը ի վերջո հստակ գնահատականներ տա եւ այս իշխանությունների գործելավոճին ի վերջո վերջ տնի։ Դուք նրա համար եք, որպեսզի պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը։ Պատիվ ունեմ դաշինքից նույնպես ներկա էին։ Պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով եվրոպացի պաշտոնյաները չեն նկատում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, քանի որ ընտրել են Փաշինյանի կառավարության օրերը երկարաձգելու ճանապարհը։ Հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը ստվերում է իրենց աշխատանքը, իրենց գործունեությունը։ Հիմա ակնհայտ է, չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այն անուշադրությունը, որ կա եվրոպական կառույցների ու պաշտոնյաների կողմից, հստակ ուղղորդված է։ Դերասանուհի Անահիս Սարդարյանն էլ անտարբեր չէ ոչ Բաքվում, ոչ Երևանում կատարվողի նկատմամբ։ Թող տեղ թողնեմ, որ վաղը իրանց համար էլ գա մեկը կանգնի, որտեվ այն նկարները, որոնք որ ես հիմա նայում էի, իմ համար ահավոր հուզումնալից են, որովհետև չկա այդտեղ մի մարդ, որ ասես դե հա էլի։ Պիտի նստեր, չէ։ Այդ մարդիկ ոչ կաշառակերներ են, ոչ թալանչիներ են, ոչ հանցագործներ են, իրանք մի տեղում են, որտեղ որ ինձ թվում է միայն հանցագործներ պետք է լինեն։ Ձայնարկություններին զուգահեռ Եվրոնեստի լիագումար նիստներ, եվրոպացի պատվիրակներից եւ ոչ մեկը դուրս չեկավ եւ չարձագանքեց ակցիայի մասնակիցներին։ Հայաստանի Հանրապետությունում այսօր չկա խոսքի ազատություն,